Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, ես պիտի արձագանքեմ մի շարք ելույթների, որոնք հնչեցին այս ամբիոնից, բայց իհարկե կարմիր թելով անցնում է ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի էլի տորպեդահարումը եւ իսկապես շատ ցցուն է էլի այդ դրսևորումը պարոն Մինասյան, որ կոնկրետ շատ հստակ ծրագրված կերպով տորպեդահարում եք խաղաղության գործընթացը։ Եվ հնարավոր չի չնկատել այն փոփոխությունները, որոնք որ տեղի են ունենում եւ տեղի են ունեցել վերջին տարիների ընթացքում։ Բայց երբ որ մենք ձեզ գալիս եւ ասում ենք, որ դուք դրական օրակարգերի թշնամին եք, եւ ասում ենք, որ դուք Հայաստանում ցանկացած դրական օրակարգ բան եք անում, փորձում եք նսեմացնել, ասում եք չէ, նեղանում եք եւ այլն, բայց իրականում տենց է ժողովուրդ։ Տպավորությունը ոնց որ այն որ վամպիրներին բանը լույս է անգնում վրները բան են անում, չէ՞, սկսում են այսահարվել, մեզ խաղաղություն բառն է։ Լույսի պես հենց ընկնում անդիմության վրա, անդիմությունը այսահարվում է։ Հենց խաղաղություն բառը ասում ես, խաղաղություն բառը հենց ասում ես, միանգամից ցնցումների մեջ են ընկնում այդ խաղաղություն բառից։ Բանը ու այն աստիճան, որ նույնիսկ արդեն առանց բանի, այսպես ներքին դիսկոմֆորտի եք դուք Հայաստանին սկսում մեղադրել պատերազմ հրահրելու մեջ։ Լիլիթ Գալստյանն ասում է, որ ձեր քաղաքականության արդյունքում Հայաստանը դիրքավորվել է որպես օկուպանտ։ Ձեր 3 նախագահները, որոնց որ դուք համարում եք հաղթած նախագահներ, 3-ն էլ Հայաստանի դեմ ըստ էության սուտ մատնություն են արել։ Չէ։ Գուցե ձեր պարոն Նազարյան։ 3 Հայաստանի Հանրապետության 3 նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, սուտ մատնություն են կատարել Հայաստանի Հանրապետության դեմ, 3-ն էլ ըստ էության մեղադրելով Հայաստանի Հանրապետությանը պատերազմ սկսելու մեջ։ Ինչ է սա, ժողովուրդ։ Եվ դուք հետո գալիս եք ասում եք մեր 3 հաղթած նախագահները։ Ոնց կարող են հաղթող նախագահները, հաղթած նախագահները Հայաստանի Հանրապետությանը մեղադրեն պատերազմ սկսելու մեջ եւ սուտ մատնություն իրականացնեն Հայաստանի Հանրապետության դեմ։ Կամ բանը, պարոն Մինասյան, նաև դուք կարծեմ ասեցիք, որ ասում եք լավ է, որ դաշնակցության մասին խոսում եք, դաշնակցությանը բան եք անում վերլուծում, իհարկե, որովհետև բազմաթիվ անգամ ասել ենք, որ հայ քաղաքական մտքի մեջ վերջին 100-ամյակի ընթացքում դոմինանտը եղել է դաշնակցականությունը։ Եվ ես անձամբ նաև մի քիչ ուրիշ բառապաշարով միշտ ասել եմ, որ դա այսօրվա իրականության մեջ 21-րդ դարում 2025 թվականին դա քաղաքական հայդուկություն է եւ դուք միշտ ասում եք ղեք ասում եւ այլն, բայց նայեք, ախր պրոբլեմն է, որ դա պրոբլեմը գիտեք որն է, որ դաշնակցության այդ ավանդական ընկալումը, որը որ դուք չեք փորձում մի քիչ բան անել, ինքնահայեցման միջոցով update անել։ Այդ ավանդական ընկալման մեջ կոնֆլիկտը պետք է հասկանում եք, կոնֆլիկտը անհրաժեշտություն է, որովհետեւ պիտի լինի կոնֆլիկտ, որի պայմաններում դու ազատագրվես անընդհատ։ Պիտի դու լինես կապանքների մեջ, որպեսզի դու ազատագրման հավերժական փնտրտուքի եւ պայքարի մեջ լինես։ Հենց որ դու ասում ենք, որ վերջ, այլևս խաղաղություն է, ձեր ինքնությունը փլվում է, պարոն Մինասյան։ Այդ է խնդրեմը, որ դուք ասում եք, դուք մեզանից գողանում եք մեր ինքնությունը, ստացվում է, որ խաղաղությունը ձեզանից գողանում է ձեր ինքնությունը, որովհետեւ ձեր ինքնությունը կոնֆլիկտն է։ Որովհետեւ հենց այդ եմ ասում, որ դուք հիմա գալիս եք 2025 թվականին սուրը ճոճելով խաղաղության դեմ կռիվ եք տալի եւ դա քաղաքական հայդուկության վառ օրինակ է։ Ձեր սուրը դրեք Պատյանը, պարոն Մինասյան, այլևս ձեր կռիվն ավարտված է։ Ձեր կռիվը եթե անգամ ունեցել եք, եղել է ուրիշ ժամանակներ, ուրիշ իշխանությունների դեմ, բայց նույնիսկ դաշնակցության դասականներն են ընդունել, որ այնուամենայնիվ պետք է գնալ ինքնահայեցման ճանապարհով։ Ես օրեր առաջ Քաջազնունու հայտնի գրքից մեջբերում արեցի։ Դաշնակցությունն այլևս անելիք չունի։ Դուք ընդհանրապես միշտ սիրում եք կարդալուց խոսալ պատմական գրականությունից, բայց այսպես հնարամտորեն շրջանցում եք Քաջազնունուն, հնարամտորեն շրջանցում եք նույն Լեոին, խիղճ շրջանցում։ Բայց խի դուք ինքնահայեցման այդ բանը չեք, ջանքը չեք գործադրում, պարոն Մինասյան եւ հարգելի դաշնակցականներ, մյուսներին էլ աղված, ուղղակի ամենաագրեսիվները այստեղ նստած չեն, զարմանալի է։ Ինչի չեն այստեղ նստած։ Այսինքն խնդրեմը գիտեք որն է դաշնակցականության կոնտեքստում ձեր ինքնությունը ինքնաբավ չի, այսինքն պիտի լինի միշտ մեկը, որի դեմ դու անպայման պիտի մղես ինչ որ մի կռիվ, ցանկալի է այդ կռիվը լինի անհեռանկարային,
Ցանկալի է որքան հնարավոր է դա լինի պատմական, դեպի անցյալ ուղղված, որ չլինի չափելի, հասկանալի, որպեսզի հավերժ հնարավոր լինի գնալ մարդկանց ասել, գիտեք, մեր ընդհանուր ազատագրության համար այսքան փող է պետք։ Որ գնանք զենք առնենք, որ գնանք կամավորական ջոկատներ առնենք, որ գնանք գույք առնենք, որ գնանք երեգիտե պասվեց։ Մի հատ խնդրում եմ արձագանքեք։ Դուք հայտարարագրում ձեզ ներկայացրել եք, որ ընդամենը 1 միլիոն թե 1.5 միլիոնի նվիրատվություն եք ստացել բնամթերքով։ Եվ միևնույն ժամանակ ունեք 70 քանի հատ գույք, որը սպասարկում եք։ Մի հատ կարակ դրանց։ Չէ, դուք անձամբ չէ։ Խոսքը բանի մասն է, դաշնակցության մասին է։ Խոսքը դաշնակցության մասին է, պարոն Մինասյան։ Մի հատ կարձագանքեք դրան, հարգելի գործընկերներ։ Մի հատ կարձագանքեք դրան, որովհետև դա լրջագույն, հատկապես երբ որ դուք քննադատում եք մեզ, մեր նվիրատուների եւ այլնի մասով, շատ լավ, մի հատ անպայման բան արեք։ Կամ երեք էլի քննարկվեց դրա մասին եւ վարչապետը այդ մասին ասաց։ Բա որ մեզ ասում եք, բան եք անում, խոսում եք մեր համաժողովի մասին, ով էր ասում 1.5 ժամանոց համաժողով, ով էր ասում 1.5 ժամը ոնց կարող համաժողով լինի։ Հա? Մեր գեղամանուկ ասում ոնց կարող, նախ 1.5 ժամ չի եղել։ Ժամը 9-ից սկսել է բանը, գրանցումը, բայց բացի դրանից ժողովուրդ ջան, 50 օր քարոզարշավ ա եղել, 50 օր քարոզարշավ։ Ես օրինակ մտածում եմ առաջարկ ներկայացնեմ մի քիչ կրճատել այդ քարոզարշավի ժամկետը, որովհետև դա հյուծիչ է։ 50 օր քարոզարշավ ենք մենք արել ամբողջ հանրապետությունում գնալով մեր ընտրական տեղամասեր եւ այլն, հետո բուն process-ը բացի քվեարկությունից բնականաբար, որը պիտի լինի գախնի։ Նկարահանվել է, լրագրողներ են մշտապես եղել այնտեղ։ Հիմա ես ուզում եմ ասեմ դաշնակցությունը վերջին անգամ կամ ընդհանրապես երբևէ նման թափանցիկ ընտրական գործընթաց կազմակերպել է, թե չի կազմակերպել, պարոն Մինասյան։ Հա, ոնց եք հավաքվում եք, ձեզանով գնում եք փակ դռների ետևում, որոշում եք կայացնում, թե ով պետք է լինի, ովքեր են իրանց ընտրում։ Ինչու են ընտրում այդ մարդկանց։ Ինչ մանդատ եք դուք իրականացնում։ Դուք եւ միայն դուք չէ։ Քիչ թե շատ Հայաստանի կուսակցությունների մեջ այն եղած ավանդական եւ ոչ այնքան ավանդական, քիչ թե շատ, որ մի քիչ կուսակցության նման ինչ որ մի հատ բան կա, իրի դաշնակցության մեջ է։ Չնայած իմ կարծիքով դուք ավելի շատ վերածվել եք աղանդավորական խմբակի եւ երբեմն մի քիչ նաեւ գնում է դեպի արդեն վտանգավոր, ուրեմն եզրագծին է հասնում, որովհետեւ դուք չունեք այդ ինքնահայեցումը, հարգելի գործընկերներ, որովհետեւ չունեք ինքնահայեցումը։ Էլի ասել եմ մի անգամ, որովհետեւ դուք մտածում եք, որ դուք ի սկզբանե եւ վերջնականորեն տրված դուք կատարյալ եք, հասկանում եք։ Այսինքն դուք կատարյալ եք, դուք ձեր կատարելության մեջ էլ, այսինքն sense վախճանված եք արդեն այդպիսին, այսինքն դուք այնքան կատարյալ եք, որ դուք զարգանալու տեղ չունեք։ Բայց ասենք հանգուցյալները չունեն զարգանալու տեղ, մեկ էլ դաշնակցությունը եթե տենց ստացվի։ Մի հատ կարող է դուք էլ ինքնահայեցում անեք։ Կարող է դուք էլ ասեք, լավ, մի րոպե, մենք ինչ է սխալ արեցինք, որ մենք ունեցանք այս բաները։ Քաջազնունին ի պատիվ իրեն 1923 թվականին այդ ինքնահայեցումը անում է։ Բայց խի օրինակ քաջազնունի, որ քաջազնունի է անում է, Գեղամ Մանուկյանը խի չի անում է, 120 տարի անց խի չի անում։ Հա? Ասում է ինչ եք ասում, քաջազնունի վարչապետ էր դրա համար էր անում։ Պարոն Մինասյան, դուք էլ գիտեք, որ ես ճիշտ եմ ասում։ Դուք էլ գիտեք, եւ դուք մտովի զինաթափվել եք արդեն այդտեղ նստած, որովհետեւ գիտեք, որ ես ճիշտ եմ ասում։ Եվ ես առաջարկում եմ, որ դուք այս թեմայով անպայման զրույց ունենաք ձեր կուսակցության ներսում եւ ասեք, որ չի կարելի այսպես այլևս, ժողովուրդ ջան։ Ծիծաղում եք, բայց իրականում այդքան էլ ծիծաղելու չի, հարգելի գործընկերներ, որովհետեւ նորից եմ ասում, այն խաղաղության գործ մենք այսօր նաեւ ունենալու ենք ազգային ժողովի արտահերթ նիստ, ազգային ժողովի հայտարարության ընդունման կապակցությամբ ես նախ հորդորում եմ մեր ընդդիմությանը մասնակցել այդ նիստին, պարոն Մինասյան եւ հարգելի գործընկերներ, մասնակցեք այդ նիստին եւ եկեք մի հատ ձեր հարցադրումները անեք, եկեք խոսանք տենանք այդ ինչ խնդիր դուք ունեք խաղաղության հետ։ Որովհետեւ կոնկրետ ես ասում եմ, դուք պատերազմ եք հայտարարել խաղաղությանը, որովհետեւ երբ որ կոնֆլիկտը հանում ես, դուք գաղափարապես այլևս չեք կարողանում ձեր գոյության իմաստը կորումը հասկանում եք։ Դրա համար դուք հիմա էլ ասում եք 4-րդ հանրապետությունը նախ 4-րդ հանրապետության մասով որևէ իրավական խնդիր չի առաջանում, եւ դրա մասին բազմաթիվ անգամ ուրեմն խոսելու առիթներ կունենանք, եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովը հռչակել է, որ 4-րդ հանրապետության ստեղծումը համարում է որպես առաջիկա կարևորագույն ռազմավարական անելիք, եւ բնականաբար դրա մասին դեռ մենք շատ ենք խոսելու, բայց այդ խոսակցությունը չի կարող չաղերսվել խաղաղության հետ, որովհետև ամենագլխավոր կոմպոնենտը
երրորդ հանրապետության գլխավոր ուրեմն բաղադրիչը, որ դուք դրել եք այդ հանրապետության ներքո, դա եղել է կոնֆլիկտը։ Որովհետև կոնֆլիկտագեն է եղել այդ ամենը, որովհետև կոնֆլիկտից դուրս Հայաստանի Հանրապետությունը դուք չեք պատկերացրել։ Հիմա մենք ասում ենք, որ կոնֆլիկտը մնացել է անցյալում, որ հաստատվել է խաղաղություն, այդ խաղաղությունը մի օրում չի կայացվելու, այդ խաղաղությունը մենք բոլորով պիտի կառուցենք եւ դա ջանք ու ճանապարհ է պահանջում, եւ ես բնականաբար ձեզ նաեւ առաջարկում եմ, որ գաք մասնակցեք արտահերտ նիստին ու այդտեղ ավելի կոնկրետ քննարկենք այդ հարցը։ Շնորհակալություն։